Բարև ձեզ հարգելի ընկերներ, նոր տարվա շեմին, քանի որ արդեն հայկական վերջին ինստիտուտը, վերջին պետական, պատմական, մշակութային ինստիտուտը, որի վրա հիմք կարող էր հանդիսանալ պետականության վերակառուցման համար, ազգի միացման համար, բառակտման ոչնչացման համար, ենթարկվում է կործանման և իհարկե խոսում են, որ ոչ մի բան հնարավոր չէ, եկեղեցին եղել է, եկեղեցին կլինի, բայց եկեք մեզ չհուսադրենք ներկայիս դարում և ներկայիս քաղաքական վիճակում այն իրադրություններն, որ կատարվում է գլոբալ աշխարհում և այն քաղաքական տեխնոլոգիաներով կեղտոտ, որոնք որ կան իր թշնամու ձեռքին, եկեղեցին կարող է և չդիմանալ։ Ու կամ տարվի պառակտման, իսկ պառակտումը հասկանում եք ինչ է նշանակում։ Իզուր չէ, որ պառակտման մեղքը համարվում է, եկեղեցու պառակտման մեղքը համարվում է ամենադաժան մեղքերից մեկը։ Եվ ես էլի նորից կրկին պետք է խոսամ և վերջին անգամ այս տարում, և կարող է ընդհանրապես վերջին անգամ, քանի որ եթե եկեղեցին է այդով ես քանդել, այլ իմաստ է ինչ-որ խոսալու մասին, մի բաների մասին չկա։ Այո, մեզ տանում են կործանման։ Եվ տանում են կործանման ամենասարսափելի ձևով։ Ինքնակործանման, արժանապատվության վերջնական, այն նշույլի, նույնիսկ այն վերջին, այն հատակին նստած ինչ-որ մի ստվերի ոչնչացման։ Կործանում է ամեն ինչ, ինչ կախված է հայության ինքնության հետ։ Բայց մենք իրականում պետք է հասկանանք ինչն է պատճառը և իրական թշնամին որն է, ներքին թշնամին, արտաքին թշնամին պարզ է, գլոբալ աշխարհ, մարդկության դեմ պայքարողներ, Հայաստանը որպես քրիստոնեական արժեք, որպես առաջին քրիստոնեական արժեք կրող պետություն և նաև թուրքական աշխարհի ձևավորումը։ Ուզում եք Ռուսաստանի տարածքի շրջից Արցախը հանձնեցիք, որպեսզի Արցախից ռուսը դուրս գա, Տավուշը հանձնեցիք, որպեսզի ռուսը դուրս գա, Սյունիքը հանձնում եք, որպեսզի ռուսը դուրս գա, ամեն ինչ հանձնեցիք, որպեսզի ռուսը դուրս գա, իդեպ իրականությունը նա է, որ միայն Արցախի ժողովուրդը, որ երբևիցե իր տարածքները չի հանձնել, երևի դրա համար մենք отомстили, Арцах сам за то, что вот они не были никогда такими քաղաքական, ինչպես բոլոր մնացածին։ Հայաստանի տարածքում իրականում մի հատ պատմեք պատմությունը եւ նայեք հայ չի ապրել 200 տարուց ավել ռուսներն են։ Ես չեմ պաշտպանում։ Ոչ մի կայսրություն, ոչ խիղճ ունի, ոչ բան ունի, նրանք ունեն սեփական շահեր, բայց մեր սեփական շահն էր, որ գոնե քրիստոնեական պետության հետ լինեինք, որովհետեւ նրանք մեզ կործանման ցանկություն չեն ունեցել։ Եվ այս ամբողջ խնդիրները եղել են նրանից, որ հա ինչ որ Քոչարյանը ճիշտ է արել, սխալ է արել, խոստացել է, որ ինքն շրջանները կանցնի, ես չեմ կարող ասել ճիշտ է արել, թե սխալ է արել։ Ես քաղաքագետ չեմ, ես պոլիտիկ չեմ, իսլամ ունեցել է կամանդ, երևի հարմար են գտել, որ դա իհարկե ցանկությունների դեպքում իհարկե սխալ են արել, ավելի լավ կլինի, որ մինչև ասենք ասպիցով մեր տարածքները լինեն, բայց իրականության համաձայն դա երևի թե այդքան էլ հնարավոր չի եղել։ Սերժն է որոշեց, որպեսզի այլևս քցի այդ, որովհետև անում էին մի բան, քալոզում էին ուրիշ բան, հողազդողին կանցնենք հողին, պատրաստեցին այս շակալին, այս անդունդի բիժվածքին, ու սա էլ, ասենք, անսպասելի գերակատարեց ամեն ինչ, քանի որ այդ նրան չես է կարող ինչ-որ մի բան անվանել մարդու հետ կապված, որովհետև դա մարդկային էակ չի, սատանական ինչ-որ կենդանի է, ցանկացած մարդկային արժեքներից։ Բայց հարցը ինչումն է։ Հարցը անում է, որ այս կենդանին, այս ոչնչությունը իրականությունը դրանում է։ Լոկ գործիք է։ Գործիք դրսի ուժերի դերում, գործիք ներսի ուժերի դերում, կեղտոտ, փնթի, այլանդակ, ազգը խայտառակող, նրա միակ գոյությունը որպես հայ
էլ չեմ ասում ղեկավար, ինքը իրենով արդեն խայտարակություն է։ Նրա կնոջ գոյությունը, այդ ընտանիքի գոյությունը։ Եվ հենց Սերժի վիժվածքի այդ ամբողջ հանցագործությունը եւ իր այդ փեսուներ անում են, որ իրենց վրայից այդ բեռը գցելու համար ընտրել էին նման վիժվածքի ամենավերջինին ամբողջ աշխարհում, որը ամբողջ ազգը նկարագրեց այնպես ամբողջ աշխարհի դեմքին, ամբողջ աշխարհի առաջ, որ մեզանից ընկած, մեզանից անարժանապատիվ գոյություն չունի։ Բայց էլ եմ ասում, ճանաչեք իրական թշնամուն գոնե ներսից, դրսում հասկանում ենք ովքեր են։ Ռուսին հանեցիք, ռուսը չունի, ռուսից պրծեք, վերջացրեք, ռուսը լծակներ համարյա թե ոչ մի չունի տարածաշրջանում, դուք հարեցիք դա, թե հիմա հետագայում ուժ հավաքելուց հետո կայսրությունները ինչքան դաժանորեն կպատժեն ձեզ համար, ձեզ դրա համար ես չգիտեմ։ Եղել են, դուրս է եկել, ավելի կարևոր տարածքներ են հանձնել, հետո հետ են եկել, էլի վերցրել են, ու թե ինչ են արել այդ տարածքում, դուք գիտեք, երևի ձեր համար Եվրոպան կողքներ, Ռուսաստանը հեռու, Եվրոպան չերես Թուրքիա կողքներ, Ռուսաստանը հեռու, չխոսենք դրա մասին, իսկ իրականությունը նրանում է, որ Նիկոլը իրականում զուտ գործիք է, և նույնիսկ դիներ 1000 Նիկոլ, չէին կարողանալ նույնիսկ 10% այն ավերի և այն դավաճանության և այն կործանման, ինչը որ արեց Նիկոլը լեգիտիմացվելով այժմյան իրական Հայաստանի միակ իշխանությունը հանդիսացող, միակ հայկական իշխանությունը Հայաստանի իշխանությունը հանդիսացող, քանի որ մենք պարլամենտական պետություն ենք, հայկական Հայաստանի ოკուպացված դավաճանների եւ նրանց հետ ընդհանուր իշխանություն կազմած ընդդիմության կողմից, կալաբարանտ ընդդիմության կողմից։ Եվ իրական հիմա Հայաստանի թշնամին, Հայաստանի ოკուպացված կալաբարանտ դավաճան խորհրդարանն է, ամեն մի մանդատակիր հարյանք չեմ ուզում տալ, ընդդիմաբոսյակ, ամեն մի դավաճանական ֆրակցիա և նրանց հետևը կանգնած ամեն մի այսպես կոչված ամեն մեկը մի թևի կամ բոլորը միասին գլոբալ աշխարհի հարճեր հանդիսացող առաջնորդներով, որոնք 30 տարի գցված են եղել Հայաստանի աթոռներին, կործանելով հայկական հասարակությունը եւ ամենակարևոր կապիտալը մանավանդ փոքր պետությունների համար մարդկային կապիտալը ոչնչացնելով եւ որակապես եւ քանակապես։ Նիկոլը զուտ սրացումներ իվանության։ Հիմա խոսանք օրինակ օրենքով ինչպես դա կարող է անել։ 2022 թվականի հունվարին վերջին պատահական իմ ընկերն ես բժիշկ եմ, գիտնական, բացի դրանից նաև կառավարման մասնակից, գիտական processների федеральное управление государственными и муниципальными объектами все такое. Հիմնականում գիտական processների կառավարման զբաղվում։ Ընկերս տնտեսագետ, իրավաբան, նույնպես գիտնական, համադրությունը քրքրելուց շատ հեշտությամբ գտել է կարդացել էր մի պունկտ, որ ըստ համադրության Հայաստանի խորհրդարանը չի կարող բազված դիմել 101-ից ոչ պակաս ուժից, մանդատներից, 101-ից ոչ պակաս։ Դե իհարկե շոկ էր մեր մոտ, ոնց թե, ուրեմն սրանք մարդկանց փողոցները հանում են քաշ են տալիս, մարդկանց թողում են բանտերում, մարդկանց աշխատազուրկ են անում, մարդկանց անունլվա են անում, իդեպ նրանք միշտ դա արել են ինչ-որ մի ահավիրքից առաջ, այսինքն հիասթափեցրել, կոտրել, հենց այդ ահավիրքը կատարվելուց առաջ ընդհատել process-ը, հիասթափեցրել, մարդկանց ուղարկել վերքերը լիզելու հուսահատության մեջ,
ու իրան գնաց են նորից այդ խորհրդան, որպեսզի լեգիտիմացնեն այն հավիրքը, որը որ սպասվում էր։ Այո։ Ասենք տանել նախագահականի դիմաց, երբ որ այնտեղ նախագահ չկար, տանել ինչ-որ դուք հիշում եք, չէ՞, խորհրդարանից միշտ հեռու։ Երկու անգամ մարդիկ իրանց ետին մտքով հասկանալով, որ իրական վտանգը որտեղ է խորհրդարանում հավաքվել, դա Արցախի հետ, երբ որ ասեց, որ այդքան կարող են իզուր էին, այդ կարող են զոհերն չլինել, հայտնվեց այդ ընդդիմաբույսակների ոմակը եւ մարդկանց խաբելով հավաքում ենք իմպիչմենտի ձայներ, տուալետի թղթի վրա ինչ-որ ստորագրություններ դրեցին, քանի որ նրանց իրական արժեքը անունները այդ տուալետի թղթի արժեքն չունի, եւ մարդկանց էլի հուսահատեցնելով այդ 100,000-ավոր խումբը մարդկանց ինքնաբուխ այդ հավաքը ցրեցին Արցախից առաջ, երբ որ մարդիկ արդեն պատրաստում են ինչ-որ մի բան անել, ես զանգտվեցի տղաներին, այստեղից է քաղցրտնողներ են ուղարկե, ասեցի չթողնեք դրանց բեմ հանկարծ դնեն։ Հանկարծ հայտնվեցին չթողեք բեմ դնենք, լարեք դրանց։ Ու հայտնվեց Թևանյանը, հայտնվեց Իշխանիկը եւ այլն, այդ նման կենթանիները հայտնվեցին եւ ցրեցին։ Իսկ պետք էր ընդամենը, հա, եւս մեկ բան ասեմ։ Քանի որ որպես գիտնական իսկ ինչքան շատ բան գիտես եւ գիտական process-ով երբ որ միշտ կասկածում ես, մենք իհարկե դիմեցինք նաեւ մեծագույն մասնագետներին այնպեսին ինչպեսին գոյություն չունեն Հայաստանում, որ հաստատ Ranchix, Российская академия, ну, վերջ կառավարման հիմնական ակադեմիա, Ստրիժով, Ստանիսլավ Ալեքսեևիչ, Դիմիդով, դիմեցինք ուրեմն յուրիդической ակադեմիայի երկու ակադեմիկոսի, ընկերս զանգվեց Գերմանիայի Բերլինյան աթանասարանի մասնագետների հետ խոսեց, Կորեայից այստեղ յուրիստներ կային շատ հայտնի, նույնպես համալսարանում աշխատողներ, թարգմանեցինք, չգիտեմ ինչ ձևով այդ մարդիկ կարդացին եւ բոլորը 8 հոգի, որոնցից երկու անուն իսկ անվանել չեն կարող այդ մարդիկ փակ մարդիկ են։ Եվ բոլորը հաստատեցին, որ ընդամենը 7 միանդատ դնելով խորհրդարանը մանավանդ հեսա կասեմ նաեւ ուրիշ օրենքներ կան, որոնք դա ապացուցում են հաստատեցին, որ Նիկոլից ազատվել ընդամենը 2 օրվա հարց է։ 2 օրվա։ Եվ դա պետք է լիներ քաղաքական, այդ քաղաքական ուժերը, որ խոսում են քաղաքական ուժերը իրենց, значит, քաղաքական որոշման արդյունքում պարտավոր էին ազատվել Նիկոլից այդ դավաճանից եւ քանի որ դա չեն, իրանք պարտավոր էին, ոչ թե կարող էին, չեն կարող, չես կարող կանգնեցնել Էլ մի չկա, մեր տեղը ուրիշ մարդ գանստի, դա անհնար էր։ Դա պարզվեց ամեն ինչը սուտ էր, որ իրանց տեղը կարող էր ուրիշ մարդ գանստել, ուրիշ մի հատ ինչ-որ կուսակցություն կամ դաշին կարային կողեին, ով էր որ կասի, որ դա հնարավոր է, ով էր որ կասի, կլինի Վարդևանյան, կլինի Ղազինյան, որոնք որ մարդկանց խաբում էին, եւ նույնիսկ զապիս կա այդ մարդկանցից մեկի հետ, որ ինչ ասում է, ինչ անեմ, Քոչարյանենք ասում են, որ տես պետք է խոսամ, ինչ անեն, քաղաքական պայմաններ խաբել են։ Ով որ կասի նման բան, որ հնարավոր չէ լուծարել խորհրդարանը ցանկացած պայի, ու իրեն խաբել են, տարբեր ստերով ամենավերջի անբարոյականի ծնունդն է, դիտում համ մերը, համ տատը, համ ապու տատը, ցեղերով, 100-ամյակներով իրանք եղել են անբարոյականի վաստակ ուրիշ մարդ չասեն։ Եվս 2 օրենք, խորհրդարանը չի կարող կազմված լինել ավելի պակաս քան 3 ֆրակցիայից, որոնցից մեկը պետք է լինի կառավարող իշխանական, երկուսը ընդդիմադիր իշխանական, եւ լավ իմացեք, ընդդիմությունը նույնպես իշխանություն է, ինչպես ԿՊ-ն, հավասարաչափ, եւ պատասխանատու են ամեն մեկը երկրի հետ կատարվածի համար ավելի շատ, քան թե իրենց ընտրված, քանի որ Քեմալի առաջին հերթին համաշխարհային քաղաքակրթության մեջ չլսված բան կապիտուլյանտի հետ քաղաքակրթական վերջին անբարոյական հանցագործություն կապիտուլյանտի հետ գնալ իշխանության, չեմ ասում դավաճանի հետ, կապիտուլյանտի հետ։ Իսկ Նիկոլը այն պահին, երբ որ լներ ամենամաքուր մարդը, ինքը ստորագրելուց հետո կապիտուլյացիան չէ ստորագրել իր հրաժարականի դիմումը, նա դարձել է պետության թշնամի։
Առաջին հերթին դա նաև որակավորում է նման մարդուն, քանի որ միակ բացարձակ արժեք չունեցող, բացարձակ անարժանապատիվ մարդը կապիտուլյացիա ստորագրելուց հետո կարող է իրեն թույլ տա մտածելի մնալու վրա այդ աթոռին, բայց ավելի բետհարկ ընդհանրել էին նրանք, որտեղ այդ բունկերում մեկ օր ավել ապրել երազող խոզին, հանեցին ամեն ձևի կեղտոտություն անելով, ամեն ձևի մարդկանց խասում է մեզով այդ ամբողջ հիմա ակադեմիա եմ մեղադրում, ակադեմիայից վերջացրած, նկարչներից վերջացրած, բոլոր վուզերով վերջացրած, գիտական խորհուրդներով վերջացրած եւ վերջապես բանակն էլ հետևից ելան կագնան ասին ինչ ուզում եք արեք նրանք կագնեցին կես ժամ հետո ասին բանակը իրենք ասեցին ոչ թե Նիկոլը բանակը չպետք է խառնվեն Վանեցյան են կագեբեշնիկը եւ այլն Իշխանիկը հա այն ժողովրդական պայքարի տապալման բազմակի մրցանակակիր այդ բոյսակը երեք մեկը ասում է ուրեմն Էդմոնի հետ չպետք է լսենք ու չհավատանք, քանի որ Էդմոնը համագործակցել է, ճիշտ ես ասում։ Հա, բայց Էդմոնը համագործակցել պրծել է այդ զզվանքը։ Արա մինչև հիմա համատեղ իշխանություն կազմած իշխան Սաղաթելյանի կողքն ես գնում, կագնում ես այդ Արցախի հանձնման process-ի մասնակցած մի տոկոսանոց կուսակցությունը, որը այս պահին 15-20%-ն է գրավել խորհրդարանի երևի այդ համար իշխանական այդ զյոզդի չասա ասկային ժամը մտածում եմ երբ մենք sense շանս պետք է ունենանք մի հատ է պայմանավորվենք մի հատ է ընտրությունների գնանք կարող է ընտրությունը գրվում է անդիմադիր աթոռների տեղերի համար կարող է մի հատ երկու հատ աթոռել ավել փոքենք էլի ասենք անցած անգամ հակաքաղաքակրթական հանցագործությամբ ժողովրդին տարանք պլանավորված որպեսի իրենք ինչեր ուզում է քվեարկեն քանի որ նկարվելու է ռեզուլտատները քվեարկեն Արցախի կործանման համար հիմա էլ ասենք այս Միչանսկի անձման համար հիմա էլ մի հատ երկրորդ անգամ տանենք վախում մենք մեղավոր չենք կնելու բայց այս ժողովրդի վրա ենք տանենք մի հատ էլ համոզենք որ գնանք քվեարկեն արդեն Հայաստանի կործանման համար ուղղակի մենք մտնենք այդ պարլամենտ այդ կործանումից չար ունենանք Հա ինչ է ասում 3 ֆրակցիայից պետք է բաղկացած լինի խորհրդարանը դրա համար 3.5% ձայն հավաքած Սերժի թիմին ավելացրեցին տոկոսներ որպեսզի ինքը մտնի եւ կազմի խորհրդարան ու քանի որ կազմելով կալաբարանտ խորհրդական դավաճանական ուժի հետ կազմում էր խորհրդարան այն դեպքում, երբ որ Նիկոլի ընտրությունը ինչ որ ուրիշ ձև անհնար էր, մեկը Նիկոլը պետք է ընտրվեր, բոլորով միասին ընտրեցին այս գործիքին այս այլանդակ։ Եվ արդեն 5-րդ տարին է լեգիտիմացնում են ցանկացած process եւ ստեղծում են ամենակարևորը ամեն մի ավիրքի ժամանակ քաղաքական ճգնաժամի բացառում։ Հիմա Նիկոլին ինչ ուզում անի քաղաքական ճգնաժամ չկա, այս բոսյակները նստած են խորհրդարանում, ասում են ամեն ինչ լավ է, մենք ստեղ ենք։ Մենք ստեղ ենք, ու այդ ձևական հերնել ընդեղ կաղնել եւ այլն, էդի ոչ մի նշանակություն չի, բայց ինչ պետք է անեն։ Դա պետք է ինդեմություն խաղան։ Դա պետք է չար ու միլիցիա խաղալով, բարի միլիցիա խաղալով երկիրը կործանեն։ Իրենց իսկ ընտրված գործիքի ձեռքերով կեղտոտ, այլանդակ, անդունդի բիժված, բայց ընդամենը գործակատար հանդիսացող եւ ոչ թե իշխանություն, որտեղ միակ իշխանությունը Հայաստանի խորհրդարանն է, խորհրդարանական երկրում։ Երրորդ օրենքը 30-ից ոչ 1/3-ից 30%-ից ոչ պակաս պետք է լինի ընդդիմադիրների քանակը, դա օրենք է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս կամ 30%-ից ոչ պակաս Հասկանում եք պակասեցնում ես ու գոյություն չունի այդ խորհրդական, հետո սուտ չխոսանդա միանգամից վարդում է ոչ լեգիտիմ ստեղծում է քաղաքական ճգնաժամ ու ոչ մի մեկը դրան շանտեղ դնել չի կարող ու ոչ մի մլիցա ոչ մի կարմիր բիետավոր դաժեն ամենաբութը դրանք որոնք որ այն ժամանակ թուրքերը ասենք երեխեքին գողանում էին տանում էին փոքր հասակից որպեսզի ինքնությունը կորստի դարձնում էին յանիչար սրանք այն աշճան անասուն են որ ասենք թուրքը արդեն հասկանում է, որ ինչի համար փող ծախսեմ, գումար ծախսեմ, ինչ որ մեծացնեմ, դաստիարակեմ ինքնություն մոռանան, մուսուլման սարքեմ, հենա էլի սարի անասուն արա կարաս խմբով առնես, միանգամից պատրաստ է ենիչա։ Եվ սրանց էլ Նիկոլը չի պատրաստ է, սրանք ձեր սենուններ, նախագահիկներ, որ մարդկային կապիտալի ոչնչացումն հենց դրանով է, որ դուք ոչնչացրեցիք արտահայտ։
Ել եմ ասում, թշնամին խորհրդարանն է, ժողովուրդ ջան։ Ես ձեզ խնդրում եմ հասկացեք սա։ Եկեղեցին միակ հիմնասյունն է մնացել։ Սփյուռքը պառակտվեց, առանց Սփյուռքի Հայաստան ուզում է Սփյուռքի նկատմամբ արդեն ձեր մոտ ատելություն են։ Այո, Սփյուռքում էլ ամեն ինչ այնպես չէ, նույնպես հայկականի հասարակություն է։ Բայց առանց Սփյուռքի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Առանց Սփյուռքը կապող միակ ինստիտուտի հայկական եկեղեցու ազգի միակ հիմնասան հնարավոր չի գոյություն պաշտպանել։ Եթե հայ ազգը թույլ տվեց հպարտանալով, որ առաջի քրիստոնեական պետությունն Արցախը կործանած 30 վանք, 300 եկեղեցի, հազարավոր խաչքարներ, 100 հազարավոր հայի, քրիստոնյայի գերեզման թուրքի ոտ տկված, ամարասը, ամբողջ աշխարհի առասլին Հայաստանի քրիստոնեական կրթական կրթող կոթողը, Դադիվանքը, Տիգրանաշենը, Թուրքին հայի այրան գնով վաճառած դավաճանին, թողնի մտնի Էշմիածին, այդ ազգը արդեն մեզանից զզվում են, հասկացեք, նմտել եք այդ ձեր փոքր համակարգի մեջ բոլոր կարմիր գծերը անցել եք, ձեզ թվում է նորմալ է։ Մեզ նայում են որպես այդ տարածքը զբաղեցրած գարշահոտ իշոր մի մասայի, որից այդ կարևոր տարածքը մաքրել է պետք։ Սա կլինի վերջին ապացույցը, որ ձեզ մաքրել է պետք։ Ոտքի կանգնեք, եկեղեցին չպատի մտնի նեռը, իսկ նեռին կանգնեցնելու միակ հնարավորությունը երբ եք հասկանալու, իրական թշնամու կործանումն է, խորհրդարանի լուծարումը։ Ձեր թշնամիների դեմքերը այնտեղ են, 30 տարվա ձեր թշնամիներին եւ Նիկոլի պապաները այնտեղ են։ Ամեն գնով պետք է հասնի, ամեն գնով այսօր, վաղը, մյուս օրը պետք է ստիպել, ծեծելով թեկուզ, ջարդելով թեկուզ, ամեն գնով դրանց պետք է ստիպել խորհրդարանը լուծարել։ Սա վերջն է լինելու։ Եվ չմտածեք, թե ֆիզիկապես ձեզ չեմ ոչնչացնելու։ Ազգը, որը որ Թուրքի նավթը իր հերոսի այրունից շատ է գնահատում, ազգը, որ իր հայրենիքը Թուրքի ոչխարի արոտավայրից քիչ է գնահատում, ազգը, որը կոմբիկեր է ուտում, անասունների խելագարված նախիրը անդուն գլորվող, դաժե մորթի ենտակա չէ, անցեղ անասունների նախիր ենք դարձել, միակ ձեր շանսը ստիպելն է, խորհրդարանը լուծարել, Էդմոնին հավատալ պետք, Ջեդմոնին հավատալ պետք չի, եղբայր, կարգին մարդ ես, որ տենում եմ հիվանդ ման ես գալիս, սիրտս պատրվում է, բայց որ դու Էդմոնից ես խոսում, եղբայր, ինչի չես խոսում, անդիմա բոսակներից, աշխարում վատ բան է թշնամին, վատ բան է ներքին թշնամին, ամենասարսափելի բանը ներքին թշնամի սպասավորն է, թուրքը, թուրքի հարճը, ներող կլնեք մի քիչ արեք, ուղղակի հնարավոր չէր դիմանալ։ Իսկ ինչ վերաբերվում է մեր կաթողիկոսին, նա լավագույն հոգևոր հայրն է, նա կաթոլիկ պապ ջահելասերված, չեմ ուզի ասել ուրիշ բաներ, թե ինչեր են։ Չեմ ուզում էլ խոսեմ, էլ չեմ